Հանուն Հանրապետության կուսակցությունը մայիսի 20-ին քարոզարշավը մեկնարկեց Սպիտակից։ Մենք պատրաստ ենք քյոմա կլինենք, մեր պետության կողքին լինենք։ Սրանք ուզում են մեր պետությունը մենակ բռնացնեն, գնդակահարեն, ոնց որ գնդակահարել են 2008 թվականին։ Մենք ասում ենք, մեր պետությունը մենակ չի։ Ձեզնից էլ ձայն ենք խնդրում, որ գնանք այնտեղ կանգնելու լեգիտիմ իրավունք ստանձնենք։ Քաղաքացիների հետ տարբեր քննարկումներ ծավալվեցին։ Սեղ Ռուսաստանի անունը մի տուր, Ռուսաստանը նպատակ ունի հայկական պետականությունը կազմաքանդել։ Ես էլ քեզ ասում եմ, պետության գլխավոր գործառույթն է, այլընտրանքներ ստեղծի, չի փագում, ռուսն է փագում։ Մենք եկել ենք ձեզ հետ շփվենք, մեր ծրագրերը ներկայացնենք, Հայաստանի համար զարգացման հստակ ճանապարհ ենք տեսնում։ Ըստ Բաբաջանյանի դա արևմուտքի երկրներն ու այն պետություններն են, որոնց հետ Հայաստանը ունի ընդհանուր արժեքներ, նպատակ եւ շահեր։ Ռուսաստանը դավաճանել է ինձ 2020 թվին մեր գլխին պատերազմա բերել, վերջում էլ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է մեզ դեմ տվել, որի ամբողջ նպատակը թուրքերի հետ համաձայնեցված հայկական պետականության կազմաքանդումն է եղել։ Դու ուր ես եկել ինձ Ռուսաստանի անուն տալիս։ Էլ ինչ պիտի աներ Ռուսաստանը, որ հասկանայիք, որ քաղաքական։ Ես էլ քեզ ասում եմ, առանց քաղաքականության չկա տնտեսություն։ Ռուսաստանը այսպես անդադ լարսը փագելու է, որպեսզի քեզ խեղդի։ Ես էլ ասում եմ, մեզ այլընտրանքներ են պետք, դեպի արաբական աշխարհ, դեպի եվրոպական շուկա։ Խոսեցին նաև մարզերու մարտոնությունների անհրաժեշտության մասին։ Պետությունը պիտի բիզնեսին էժան վարկեր տա, հարկային արտոնություններ տա, ասի գնա, այսքան տարվա մեջ ինձ այսքան աշխատող գյուղացի է պետք, որ գյուղացին նորմալ ամսական վճարներ ստանա, նորմալ աշխատավարձ ստանա։ Սպիտակից հետո քարոզարշավը շարունակվեց մայրաքաղաքում։ Մասիվ ենք գնում, կարող ենք տանել ձեզ։ Ճանապարհին կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը քաղաքացիներին առաջարկեց խոսել նրանց մտահոգող խնդիրներից, նաև առաջիկա ընտրություններից։ Մասնակցելու եք, հա? Դա իհարկե, չմասնակցելը մեղք է։ Որոշում ունեք ու մեկ քվեարկելու։ Ոչ բարգավաճին, ոչ ուժեղ Հայաստանին, այսպես ասած էլի, ոնց որ իրենք են ասում։ Հաստատ դուք մեր դասարանից եք։ Հա։ Անդրադարձան նաև կրթության ոլորտին։ Երիտասարդական լիքը ծրագրեր ունենք, հատկապես անվճար բարձրագույն կրթության ջատագով ենք։ Առաջին օրից մենք վրացական փորձը ուսումնասիրեցինք եւ որոշեցինք Հայաստանում եւս անպայման ներդնել անվճար բարձրագույն կրթություն։ Ըստ Բաբաջանյանի, մեր տաղանդներին բացահայտելու, սակավ ռեսուրսները կրկնապատկելու, եռապատկելու պարտականություն ունենք։ Ես շատ կուզեմ, որ այդ խելացի այդ ուղեղները, այսպես ասած, որ գնում են, սովորում են, գալիս են, ծառայեն իշահ մեր պետության, որտեղ այսօր այդ scholarship-եր եւ այլն որ կան, որ եղել են, մեծամասամբ գնում են։ Մենք միջավայրը պիտի ստեղծենք, այդ մրցակցային միջավայրը, որտեղ տաղանդը ինքնադրսևորվելու, բացահայտվելու, պետքա ըստ արժանվույն գնահատվի մարդու անցած ճանապարհը։ Քաղաքացիներից մեկը նշեց, որ քվեարկելու է հենց հանուն Հանրապետության կուսակցության օգտին։ Ինձ շատ հոգեհարազատ է այդ դիրքորոշումը, որ իշխանապողությանը ոչ, բայց ընդդիմությանը մաքրել։ Այո, ընդդիմապողություն։ Այդ մենք միակն ենք, իդեպ բոլոր քաղաքական ուժերից, որ այդ օրակարգն ենք բերել։ Որովհետև ըստ էության վեկտորը ճիշտ է։ Այո։ Բայց թերի է։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։